Արարատի մարզի տափերական բնակավայրի Իսակով փողոցի բնակիչներից է Հենրիկ Գյուլաբյանը։ Մեզ հրավիրում է իրենց տուն եւ ոգևորությամբ ցույց տալիս ծորակից հոսող ջուրը։ Ասում է գյուղում վաղուց նման որակի եւ ճնշման ջուր չեն ունեցել։ Ժամանակին ջրաքանակը չէր բավարարում անգամ կենսական կարիքները հոգալու համար, իսկ ամռանը խնդիրն ավելի էր սրվում։ Այսօր նրա խոսքով այդ ամենը մնացել է անցյալում։ Ամբողջ մագիստրալը ջրի նոր տրուբաներ անցկացրեցին եւ բնակիչներն էլ գոհ շնորհակալ են, որովհետեւ բոլոր տներում էլ ջուրը ստահանջի կա, մարդիկ օգտվում են եւ մաքուր ջուր է։ Veolia ջուրընկերությունը սեփական ուժերով վետի խոշորացված համայնքի այս բնակավայրում իրականացրել է ջրագծի կառուցման մեծածավալ աշխատանքներ։ Միայն վերջին 4 տարիների ընթացքում այստեղ վերակառուցվել է 3 կիլոմետր ջրագիծ, 129 բաժանորդների ներտնային միացումներով։ Ծրագիրն իրականացվել է 2 փուլով։ Առաջին խոշոր ներդրումը կատարվել է 2022 թվականին։ Ընդհանուր առմամբ հաշվի առնելով նախկինում ջրամատակարարման լրջագույն խնդիրները, վերակառուցվել է 9 կիլոմետր ջրագիծ։ Քայքայված ու մաշված ջրագծերը նորերով փոխարինելով այժմ Veolia թիմը հնարավորություն ստացավ նույնիսկ գրաֆիկով սահմանված ժամից էլ ավել ջուր մատակարարել սպառողներին։ Ամսեկան տափերական գյուղում լինում էր թվով 9 վթար, այդպիսի վթարային գյուղ էր սա համարվում ջրամատակարարման առումով, իսկ ներկայումս արդեն կարելի ասել, որ գյուղում մնացել է ընդամենը 900 մետր հատված, չվերակառուցված ջրագիծ, դրա պատճառն էլ այն է, որ արդեն ասֆալտապատված հատված է այդ 900 մետրը, բայց հետագայում բնականաբար այդ 900 մետրն էլ կներառվի աշխատանքների մեջ համայնքի հետ համաձայնեցնելով ու գյուղը կարելի է վստահաբար արդեն ասել, որ ամբողջությամբ կվերջացնենք։ Այսօր արդեն գյուղի ջրագծերի 90%-ը վերակառուցված է, 600 բաժանորդների ջրաչափերը փոխարինվել են նորերով եւ նրանք օգտվում են կայուն եւ անխափան ջրամատակարարումից։ Նախկինում տափերական գյուղին տրամադրվում էր միջինում 24 լիտր վարկյան 5 ժամվա մեջ, ներկայումս 8 ժամ ջրամատակարարում տալով 9 լիտր վարկյան ջուր ենք տալիս, այսինքն մոտ 15 լիտր վարկյան ջրաքանակ է տնտեսվել տափերական գյուղից միայն։ Տափերականում խնդիրների հիմնական պատճառը ֆիզիկական կորուստներն էին, հին թուջե ջրագծերը քայքայված էին, իսկ միմյանց սոսնձված պոլիէթիլենե խողովակները չէին դիմանում բարձր ճնշմանն ու հաճախ վթարվում էին։ Ներկայումս էլ գտնվում ենք մի այնպիսի փողոցում, որտեղ եւս այդպիսի ջրագիծ էր, այսինքն պլաստմասե ջրագիծ էր, իսկ պլաստմասե ջրագծերը մեկը մյուսի հետ ամրացված էր ոչ թե զոդումով, այլ սոսինձով, այդ խողովակի տեսակը այդպիսին էր, իրանք սոսինձով էին իրար հետ ամրացված, քանի որ այն ժամանակներում ճնշում հնարավոր չէր ապահովել նշված գյուղում, այսինքն խնդիր չէր առաջանում այդպիսի, որ այդ սոսինձը չպահի, իսկ ներկայումս այս մեծածավալ աշխատանքներից հետո մարզում իրականացված մոտ 2 մթնոլորտ ճնշում են կարողանում բնակավայրում ապահովել, ինչը արդեն հանգեցրել էր նրան, որ այդ կարերից խողովակները իրանք իրարից պոկվում առանձնանում էին, ուստի հրատապության բնույթ էր կրում այս ներդրումային ծրագիրը իրականացնել բնակավայրում։ 2021 թվականին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Veolia ջուրընկերության համատեղ ջանքերով վերակառուցվել է նաեւ գյուղը սնող մայր ջրագիծը, մոտ 3.3 կիլոմետր։ Սա ոչ միայն հեշտացրեց սպասարկումը, այլև բացառեց վթարներն ու ջրագողությունները։ Փոխվեցին նաեւ փողոցների ջրագծերը, որոնք նախկինում անցնում էին տնամերձ տարածքներով։ Բնակավայրը սնուցող մայր ջրագիծն է 160 մմ-անոց, նախկինում նշված ջրագիծը անցնում էր այսպես սեփական դաշտերի միջով այսպես բարձրանում էր ու այնտեղ էր միանում գառնի ջրատարին, քանի որ բնակավայրը սնուցվում է գառնի ջրատարից, իսկ ներկայումս արդեն ներդրումային ծրագրերի արդյունքում եւ համայնքի եւ Veolia ջրի համատեղ վերակառուցվեց եւ արդեն ճանապարհով կառուցվեց այս նոր ջրագիծը, ինչի արդյունքում արդեն էական բարելավում ունենք համայնքում։ Բնակավայրում կոնկրետ թե ջրագծերի, թե հոսքի հետ կապված խմելու ջրի ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ ու ներկա պահից կարող եմ ասել, որ Veolia ջուր ՓԲ-ի հետ համագործակցությունը շատ լավ փուլում է գտնվում, կատարվում են բազում աշխատանքներ։ Այսօր արդեն տափերականի բնակիչները գոհ են, ասում են իրենց կյանքը փոխվել է, գրեթե բոլոր տներում կա մաքուր որակյալ ջուր, ըստ պահանջի։ Մեր փողոցում մի 2 տարի առաջ են արել, շատ գոհ ենք, շնորհակալ ենք, 8 ժամ, 10 ժամ ջուրը գալիս է, պրոբլեմ չունենք, շատ գոհ ենք։ Այս տրուբեկը որ փոխել են, ամեն ինչ լավ է, կորուստը քիչ է, նորմալ է, ճնշում է, ամեն ինչ լավ է։
Յուրաքանչյուր բնակավայրում ընկերությունը հստակ խնդիր ունի իր առջև դրված, անհրաժեշտ ծավալի ջրաքանակ ապահովել բնակիչներին։ Համակարգի բոլոր աշխատանքներն ուղղված են հենց այս նպատակին։ Veolia ջրընկերությունը շարունակում է իր ներդրումները, որոնք տարեց տարի աստիճանաբար թեթևացնելու են համակարգի խնդիրները, իսկ դա նշանակում է, որ աստիճանաբար նվազելու են նաև սպառողներից ստացվող բողոքները։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News Ազատ լուրեր։